Ողջունում եմ գործար ալիքին հետևող ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, հիշեցնում եմ ձեզ, որ մենք աշխատում ենք Meridian Expo կենտրոնից, սա Digitech-յան երկրորդ օրն է, իսկ մեր տաղավարում այս պահին հյուրընկալել եմ Հովհաննես Ղազարյանին, ով Visual Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրենն է, ինչպես նաեւ աշխարհացույց նորարարական կրթական հարթակի հեղինակը։ Հովհաննես ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ դուք ժամանակ գտաք ու այս պահին մեր տաղավարում եք։ Սկսենք նրանից, որ դուք առաջին անգամ եք Digitech-ում ներկայացված, տպավորությունների մասին կուզեմ կիսվեք եւ առհասարակ այդ որոշումը ոնց կայացրեցիք, որ այս կարևոր տեխնոլոգիական միջոցառման նաեւ ձեր ներկայությունը բերեք։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար ու շատ ուրախ եմ, որ այստեղ եք, հնարավորություն կա հանդիպելու, կիսվելու, պատմելու մեր տպավորությունները։ Դե Digitech-ի մասին վաղուց գիտենք, որպես զուտ մասնակից հաճախորդ, այսպես ասած, եկել ենք, տեսել ենք ու շատ ուրախ եմ, որ Հայաստանում նման տեխնոլոգիական միջոցառում կա, ինչպես կազմակերպիչներն են ասում, տեխնոլոգիական ամանոր, որովհետև Հայաստանի առաջխաղացման, զարգացման հնարավորությունները ինքս էլ տեսնում եմ տեխնոլոգիաների միջոցով ու առհասարակ երբ դիտարկում ենք տարբեր երկրների զարգացման պատմությունը, դրանց հիմքում իրականում տեխնոլոգիաներն են, որոնք որ այդ թռիչքային զարգացման հնարավորություն են տալիս, երկարաժամկետ զարգացման հնարավորություն։ Երբեմն նաև օրինակը բերում եմ նույնիսկ Վենետիկի պարագայում, երբ որ Վենետիկը ապակու գյուտը տեխնոլոգիան ուրեմն ներմուծելու, ներդնելու արդյունքում կարողացավ մեծ զարգացում ապրել ու ամբողջ պատմությունը նաև կարելի ասել տեխնոլոգիաների պատմությունն է, իսկ Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաները առավել եւս կարևոր են, որովհետև դրանք կոտրում են սահմանների հասկացությունը եւ լայն հնարավորություններ են բացում մեր համար եւ որպես ազգ եւ որպես պետություն, որը որ գտնվում է նմանատիպ մասնավորապես տարածաշրջանում։ Ու այս անգամ մենք արդեն 4 տարի գործում ենք, կենտրոնացած ենք ավելի շատ աշխատանքի վրա, տեղում խնդիրներ լուծելու, դրանց համար նորարարական, նաև տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումներ գտնելու վրա, փորձարկում ենք, աշխատում ենք մեր համայնքի հետ, ուսուցիչների հետ, դպրոցների հետ, ու այդպես ժամանակ չէր լինում նույնիսկ մտածելու գնալ ներկայանալ, բայց այս տարի որոշեցինք, այո, շատ պատմել դրա մասին, որովհետև ինքս էլ թիմնել հակված ենք անել ինչ-որ մի գործ, ունենալ արդյունք եւ սկսել արդեն այդ արդյունքը նոր ներկայացնել։ Ես ուզում եմ, որ մեզ հիմա պատմեք, ինչ-որ պատմում եք ձեր այցելուներին, թե ինչի մասին է հարթակը, հիմնադրամը, առհասարակ ինչ նոր լուծումներ եք դուք առաջարկում, փորձենք հասկանալ, թե կրթության մեջ ինչ փոփոխություն եք բերում։ Իհարկե մեծ սիրով մեր առաքելությունը հանրակրթության ոլորտում որակական փոփոխություն բերելն է, արդիականացնել կրթությունը, որպեսզի մենք կարողանանք ավելի մրցունակ սերունդ ձևավորել, որովհետև ինքներս հավատացած ենք, որ հենց դպրոցում, որ այդ 12 տարիների ընթացքում մենք կարողանում ենք ֆունդամենտը դնել անձի ձևավորման։ Ու հաճախ ուսուցիչներն եմ ասում, այն 12 տարվա Գիտեք, այս հարցը միանշանակ չեմ կարող պատասխանել, բայց կարող եմ միանշանակ ասել, որ այդ 12 տարիները կարելի է շատ ավելի արդյունավետ դարձնել, շատ ավելի խորքային գիտելիք եւ հմտություններ փոխանցել, անկախ նրանից դա կլինի 10 տարի, 11 թե 12 եւ ինչ բաժանում կունենա այդ դպրոցները տարական միջին ավագ, դա մի քիչ ինձ համար ավելի շատ ֆորմալ հարց է։ Ես ավելի ուզում եմ բովանդակության մասին խոսել, որովհետև հենց բովանդակությունն է կարևոր եւ այն ժամանակը, որ ծախսում են, այդտեղ ասում 40 րոպե պետք է այն աստիճանի արդյունավետությամբ լինի, որ աշակերտը այդ 40 րոպեից դուրս գալուց վստահ լինի, որ իր մոտ ինչ-որ մի բան ավելացավ գիտելիքի եւ հմտության տեսանկյունից, իսկ այսօր տեխնոլոգիաները այդ հնարավորությունը տալիս են թե ուսուցիչներին, թե աշակերտներին եւ մենք ինչ ենք արել, իրականում այդ կրթության արդիականություն ասելը կուզեմ բացեմ ավելի, որովհետեւ մեզ համար կրթության արդիականությունը ինչ-որ մի կոնկրետ բան է, օրինակ ինչ ռեսուրսներից է օգտվում ուսուցիչը եւ տեխնոլոգիական եւ բովանդակային
ինչ կարողություններ եւ հմտություններ ունի եւ ինչ թվային, այսպես ասած, ենթակառուցվածքով է հագեցած դպրոցը, որտեղ այս բոլոր 3 կոմպոնենտներն էլ կարևոր են եւ իրականում սրանք հենց այն 3 հիմնասյուներն են, որոնց վրա կառուցվում է իր գործունեությունը մեր հիմնադրամը։ Առաջինը դա այդ ռեսուրսների հատվածն է։ Մենք ունենք տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս դասը դարձնել ավելի ինտերակտիվ, վիզուալիզացնել այն, հնարավորություն տալ, այսպես ասած, կլանող, ներգրավող միջավայր ապահովել, որտեղ ուսուցիչը անհրաժեշտություն է, չէ՞, տարի երեխաներին կենտրոնացնել մի թեմայի վրա շատ բարդ է դա։ Իհարկե, բոլորս էլ այդ խնդիրն ունենք, մասնարապես սոցիալական ցանցերը ինչ են անում, իրենք այնց արագ բավարարվածության ուրեմն էֆեկտ են ստեղծում, որ մենք արագ նյութը կարդում ենք շատ կարճ ու այսօր նաև տեսանյութերը մարդիկ երկար չեն դիտում ու կենտրոնացման խնդիր է առաջանում։ Հիմա ուսուցչի խնդիրն է, որպեսզի ինքը դասարանում 40 րոպեների ընթացքում կարողանա այդ կենտրոնացումը ապահովել, բայց ինչպես դա անել, եթե կա տեխնոլոգիա, եթե կան գործիքներ, որոնք այդ հնարավորությունը տալիս են ուսուցչին, բնականաբար դասը շատ ավելի արդյունավետ է դառնում։ Կոնկրետ ասեմ, ինչա մեր օրինակ պատմության դասը ուսուցիչը կարողանում է անցկացնել բացելով քարտեզը, կոնկրետ ցույց տալով, ենթադրենք հայկական լեռնաշխարհի մեջ ճամփորդել, եթե այնտեղ կարևոր դեմքեր իրադարձություններ կան, այդ դեմքերի իրադարձություններին ծանոթանալ նկարների, տեսանյութերի միջոցով, տեքստի միջոցով։ Իրականում տեսեք, գիտականորեն ապացուցված է, որ մարդը 4 անգամ ավելի արագ է սովորում վիզուալների միջոցով։ Իրականում սովորելու, գիտելիք կլանելու process-ը ինքը եւ տեքստեր ենթադրում, եւ վիզուալ, եւ ինտերակտիվություն, եւ լսողական, տեսողական, այսինքն այստեղ բազմակողմանի է, բայց երբ որ տալիս ես այդ միջավայրը, մարդը շատ ավելի արագ է կլանում ինֆորմացիան։ Ունենք բացի տեխնոլոգիայից, մենք նաև մեր նյութերն ենք մշակում, ունենք 5000-ից ավելի կրթական նյութեր, այսպես ասած հանրամատչելի հոդվածներ, որոնք ունեն տեքստեր, վիդեոներ, քարտեզներ եւ այլն։ Իմիջիալս նաև քարտեզագրական մասը մեզ մոտ պատմական քարտեզների մասն է, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով հարստացված եւ թվայնացված, հարթակում տեղադրված, ժամանակային գոտին շարժելով եւ ուսուցիչը եւ աշակերտը կարողանում է քարտեզային փոփոխությունները տեսնել իր աչքի առջև, սահմանները փոխվում են ըստ տվյալ ժամանակահատվածի, հետո տեսնում են օրինակ, ասենք Վանի թագավորությունն է, մենուայի օրոք ինչպես են տարածքները փոխվել, ով է տարածք ընդլայնել, ով է տարածքներ զիջել։ Մի խոսքով ամեն ինչ արդեն դառնում է պատկերավոր եւ ինտերակտիվ ու ասեմ նյութերն էլ մշակվում են մասնագետների կողմից եւ հիմա մենք իրականում տեսնում ենք այդ նյութերի իրական արժեքը, երբ որ ինտեգրում ենք արհեստական բանականություն, որտեղ բոլորովին վերջերս արդեն ինտեգրել ենք արհեստական բանականության գործիքներ, որտեղ աշակերտը կարողանում է տվյալ դասի շրջանակներում հարցեր տալ, պատասխաններ ստանալ, բացատրություններ, թեստեր անցնել, որոնք որ գեներացվում են մեր կոնտենտի հիման վրա ըստ աշակերտի նախասիրությունների։ Սա մեր ռեսուրսների հատվածն է ու ինչն է այստեղ կարևոր, որ ի տարբերություն դասագրքի, այստեղ աշակերտը արդեն իր հետաքրքրություններով պայմանավորված կարողանում է շատ ավելի խորանալ։ Օրինակ Ավետիքի Սահակյան կամ Լևոն Շանթ կարող է խորանալ, ծանոթանալ Ավետիքի Սահակյանի կյանքի տարբեր դրվագներին, հարաբերություններին տարբեր անհատների հետ, իր ճամփորդությանը չկան սահմանափակումներ։ Միայն կա այս հստակ հատվածը գրված միայն սա, այս դեպքում կարելի է սահմանները ճեղքել։ Այո, եթե տեսեք, մի կողմից ինչ ենք անում, աշակերտի հետաքրքրվածությունն ենք բարձրացնում ու ուսուցիչների տված հետադարձ կապի հիման վրա ասեմ, որ ասում են աշակերտները այս դասերին դուրս չեն գալիս դասանից, եթե այլ դասերին պատրվակ են ման գալիս, որպեսզի դուրս գան, այս դասերին դուրս չեն գալիս։ Հիմա ես նաև կանդրադառնամ, թե նաև ինչի շնորհիվ, որովհետև մենք նաև ծրագիր ունենք մրցույթային, որով որ դպրոցներին զինում ենք ժամանակակից սմարթ էկրաններով։ Եվ այստեղ դրել ենք մի կողմից վաստակելու գաղափարը, ուղղակի նվեր չենք տալիս,
այլ նախագծային աշխատանք իրականացնելու շնորհիվ դպրոցները այդ խմբերը նախագծայինների իրենք ներկայացնում են իրենց պրոդուկտը մեր հարթակում, հավաքում են այդ Իհարկե, եւ դուք չեք պատկերացնի, երբ աշակերտները այդ իրենց աշխատանքի շնորհիվ վաստակում են Smart Ekrane, իրենք հերոսներ են դառնում իրենց դպրոցներում։ Իհարկե, եւ ուսուցիչը եւ իրենք եւ այդ Smart Ekrane-ից մենք այնտեղ կողքը սերտիֆիկատը իրենց դրվում է, ովքեր են մասնակցել, ովքեր են իրականացրել այդ նախագծայինը, ու նաեւ ամբողջ դպրոցն է օգտվում այդ Smart Ekrane-ից։ Ու այսպես ասած արժանինքների հիման վրա ենք սա անցկացնում, ոչ թե այլ պարամետրերով, այլ պետք է նախագծային իրականացնել։ Իմիջիայից նախագծային ուսուցումն էլ արդեն պարտադիր է դպրոցներում, ինքը շատ արդյունավետ մեթոդ է սովորելու եւ մեր հիմնադրամը նաեւ երաշխավորվել է որպես նախագծային ուսուցման ուրեմն վերապատրաստում իրականացնող կազմակերպություն։ Մենք այլ վերապատրաստման ծրագրեր ունենք ուսուցիչների համար, տարբեր տիպի եւ մենթորական ծրագիր ունենք եւ ինչպես է համագործակցությունը իրականացնում, արդյոք նախարարության հետ եք փորձում եք կապ ստեղծել, թե առանձին ուսուցիչների հետ, առանձին Տեսեք, մենք երբ տեխնոլոգիան ներդրում ենք, տեսանք, որ կան բացեր։ Առաջին հերթին ուսուցիչների այս ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու 21-րդ դարի հմտությունների բացեր կար, ու մենք վերապատրաստման ծրագիր մշակեցինք, դրանով սկսեցին վերապատրաստվել ուսուցիչները, որոնք որ լիովին համահունչ են այս չափորոշչային կրթությանը եւ նախարարության կողմից սահմանված ստանդարտներին, եւ աստիճանաբար զարգացրեցինք, դիմեցինք նախարարությանը եւ մեր ուրեմն վերապատրաստումներից մի քանիսը արդեն ստացել են նախարարության երաշխավորությունը ու նաև ուսուցիչները այդ պարտադիր վերապատրաստում իրականացնող որպես կազմակերպություններ են հանդես գալիս։ Այստեղ ոնց որ ընդհանուր շահ կա, որովհետև եւ նախարարության եւ մեր շահն է, որպեսզի մեր ուսուցիչները ժամանակակից այս գործիքներից, մեթոդներից կարողանան օգտվել եւ դրանք կիրառելի դառնան դասարանում։ Այ հիմա ասեմ այդ երեք ուղղությունները, որը այսպես ասում անցում կատարեցինք մեկից մյուսին, ռեսուրսների ստեղծում ժամանակակից, վերապատրաստումներ ուսուցիչների, այդ թվում խորացված եւ առաջնորդություն ուսուցիչների եւ երրորդը դպրոցների թվային տրանսֆորմացիա մեր այս Smart էկրանների մրցույթի շրջանակներում իմիջիայլոց թիվը գնալով աճել է, մենք արդեն 147 դպրոցի տվել ենք, որը դպրոցների 11%-ն է անում, այս տարի երրորդ փուլն ենք անցկացնում, արդեն 234 դպրոց ունենք, որ դիմել են եւ process-ում է, ինքը մրցույթային է, 60 Smart էկրան հաստատ գիտենք, որ տալու ենք, բայց այս ընթացքում նաև գտնում ենք գործընկերներ ու կարծում եմ մեզ լավ նորություններ են սպասվում եւ ակնկալվողից շատ ավելի շատ էկրաններ գտանք դպրոցներին, բայց պարտադիր պայման է, որ իրենք պետք է դրա դիմաց աշխատանք կատարեն, այդ պրոդուկտը ստեղծեն, թեման էլ շատ հետաքրքիր է այս տարվա, ուրեմն ազգային կամ համաշխարհային ժառանգություն ստեղծած անհատների, այսպես ասած, ուղին են քարտեզագրում։ Շատ հետաքրքիր է, կարևորը պատմական հետքերով է գնում։ Պատմական հետքերով եւ գիտեք շատ ուսուցողական է, որովհետեւ շատ ուզում ենք որպեսզի մեր աշակերտները ծանոթանան հաջողություն ունեցած անհատների անցած ուղում։ Իհարկե եւ հասկանան, որ իրենք ձախողումներ են ունեցել կյանքում, կրթության մեջ ներդրում են արել, իրենց կյանքում տարբեր անհատներ կարևոր դերակատարում են ունեցել, սկսած ծնողներից վերջացած ընկերներ, պատահական ծանոթություններ եւ այլն։ Մի խոսքով սա, այսպես ասած, ինչ-որ փորձառություն է, որտեղից կարող են նաեւ մեր աշակերտները սովորել։ Շատ լավ, մեր ժամանակը ավարտին է մոտենում։ Վերջում ուզում եմ ասեք, թե եթե թվով կա ինֆորմացիա, քանի դպրոցի հետ ունեք այս բայդրության համագործակցություն։ Կա 997 դպրոց, որտեղից առնվազն 1 ուսուցիչ միացած է եւ կիրառում է հարթակը։ Եվ վերապատրաստված ուսուցիչների թիվը գերազանցում է 2500-ը այս պահին։ Ասացի, որ 147 դպրոցի Smart էկրաններ ենք տվել այդ մրցութային ծրագրի շրջանակներում եւ շահառուների թիվը գրանցված, ոչ գրանցված ընդհանուր մեր այսպես համեստ հաշվարկներով գերազանցում է այս պահին 90000 աշակերտ։ Հրաշալի է, թող միայն աճեն այդ թվերը։
Շնորհակալ եմ ձեզ զրույցի Ես էլ եմ համար։ շնորհակալ։ Մեզ հետևողներին, մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Դիջիտեկյան մեր տաղավարում հյուրընկալել է Հովհաննես Ղազարյանի, ով Վիզուալ Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրենն է եւ աշխարհացույց նորարարական կրթական հարթակի հեղինակը։ Իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն է աշխատում, շարունակեք հետևել մեզ նորությունները բաց չթողնելու համար։